կներկայանաք, որ խնդրեմ։ Օհանյանցյանը, խորհրդի անդամ։ Տիաննա ջան, այստեղ մի խումբ արցախցիներ են հավաքված, որոնց իրավական իրավունքն է խախտվում, սոցիալական խնդիրների առաջ են կանգնած արցախցիները։ Ձեր կարծիքով պետությունը իր առջև դրված խնդիրները լիարժեք կատարում է։ Միանշանակ ոչ, հենց սա է պատճառը, որ հավաքվել ենք այստեղ։ Արցախցիները կանգնած են բազմաթիվ խնդիրների առջև, որոնք մենք այսօր փորձում ենք բարձրաձայնել եւ փորձում ենք ստանալ պատասխան։ Անդրադառնալով գերիների թեմային, ի վերջո մեր հայ ռազմագերիները իշխանությունը ինչ քայլեր կանի նրանց հետ բերելու համար։ Իշխանության անգործության պատճառով մենք նաև այս հարցն ենք առաջ քաշում այսօր եւ հուսով ենք, որ ինչ-որ բան կկատարվի, մեր ձայնը լսելի կդառնա, բայց ինչ են կատարվում իջև հիմա ոչ մի բան փաստորեն չի կատարվում եւ մենք ակնկալում ենք, որ ինչ-որ բան կլինի։ Իսկ արցախցիները ի վերջո հետ կգնան Արցախ։ Միանշանակ հետ։ Ում միջոցով։ Մեր միջոցով, հայ ժողովրդի միջոցով, հայ ժողովրդի պայքարի միջոցով։ Սաղում եք Փաշինյանի իշխանությանը։ Միանշանակ ոչ։ Իսկ որքանով է իրատեսական այն հանգամանքը, որ առաջիկայում հնարավոր է տեղի ունենալ արտահերթ ընտրություններ, ժողովուրդը կրկին դուրս գան փողոց, պահանջեն նոր ուժի միգուցե եւ այս միջոցով վերջ տան Փաշինյանի իշխանությանը։ Նայեք, մենք քաղաքական, ներկուսակցական պայքարի միանշանակ չենք մասնակցում։ Այս հավաքը դրան չի ուղված, մենք այդպիսի պահանջներ չենք դրել մեր առջև։ Իհարկե, դա մեր սրտի ցանկությունն է, բայց մենք չենք խառնվում դրան, մեր հարցերը իրավական են եւ մենք պահանջում ենք կոնկրետ լուծումներ, այս հարցին պատասխանը մենք չենք կարող տալ հիմա։ Հատկապես ինչպիսի իրավական խնդիրներ ունեն այս պահին արցախցիները։ Բազմաթիվ կապված հավաքական վերադարձի հետ, որ ոչ մի քայլ չի արվում, կապված բնակարանների ձեռքբերման հետ, կապված գերիների խոշտանգումների հետ, որոնք ոչ մի հարց չի բարձրացվում ՀՀ իշխանության կողմից։ Բազմաթիվ են խնդիրները, շատ են, եւ այսօր մենք այդ խնդիրների գոնե մի մասը կփորձենք բարձրաձայնել եւ ակնկալում ենք այդ խնդիրների լուծմանը։